Աշխարհում տարբեր կազմակերպություններ, տարբեր պետություններ, անհատ մարդիկ բարձրացնում են այն հարցը, որ Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, բայց ինչպես հայերից մեկն է ասում, Հռոմի պապից կաթոլիկ, եւ այս կաթոլիկ պոռնիկն է լուր, եւ այս պոռնիկն է լուր։ Հիմա պատասխանեմ ինչ են սրանք լուր, ձեր հարցի պատասխանը։ Սա լուր է նրա համար, որովհետև հայկական հողերի մի մասը Քուր Արաքսյան, որը գտնվում է Ադրբեջանում, որ սովետական միությունը տալիս էր Ադրբեջանին, Հռոմը այդտեղ նույնպես ուներ, Վատիկանը նույնպես ուներ իր փայաբաժինը, եւ սա Հայաստան գալուց հետո այս պոռնիկը գնաց նաև Ադրբեջան ստորագրելու, որ Ադրբեջանը այդ հողերի դիմաց իրենց վարկ պետք է վճարի անընդհատ, թարմացրեց պայմանագիրը։ Նույնն է այս վաշխառում։ Սրանով ինձ թվում է դուք ունեք բոլոր հարցերի սրանց պատասխանը եւ սա նույնպես ինչպես սա կախված անձնավորություններ են, ոչ թե սրան եկեղեցին է ընտրում, այլ Նիկոլը ցանկացած պահի սրան կարող է անել մեկ ուրիշի դնել, այսինքն սրանք նույնպես FSB-ի լրտեսներ են եւ աշխատում են միայն Ալան Թալանի համար, իսկ սրա մասին սրանք ճիշտ է ձեզ ներկայացնում են, որ սա գնում է իսրայելական ռաբինի ձեռքն է համբուրում, բայց ռաբինն էլ իր հերթին այդ Վատիկանում հավաքված գումարները ուղարկում է Անգլիա, այնպես որ սա նույնպես կախյալ տականք է եւ այն ինչ կատարվում է աշխարհում, հենց սրանց միջոցով է նույնպես կատարվում։ Եվ այստեղ շեշտեմ նաև, որ ցանկացած Հռոմի պապ եղել է շատ լկտի անպետ կենդանի, բացի Բենեդիկտից, Բենեդիկտը հասկացավ, որ իրեն օգտագործել են ինչպես ամբողջ գերմանական ազգը խարդախությունների, կեղծիքների համար, Բենեդիկտը դուրս եկավ եւ այս ոչխարին նշանակեցին։ Իսկ այս ոչխարը հլու հնազանդ, ինչպես նաև բոլոր Հռոմի պապերը կատարում է տերերի հրահանգները, միևնույն ժամանակ, երբ որ 17 թվականին էր, կարծեմ թե 16-ին, երբ որ սա եկավ Հայաստան, արդեն ինձ պարզ էր, որ այստեղ հայերի ցեղասպանության հարց է լինելու, քանի որ եւ այն Յան Պավել II-ը եւ սա նույնպես որտեղ գնում են, ապա դրանից հետո այդտեղ պատերազմ է տեղի ունենում, այնպես որ երբ որ սա լուր է, դա ավելի լավ է, քան որ սա հաչար։